Արցախը բարձում է 10-ից 12% Հայաստանի ցորենի ինքնաբավություններ ապահովում, ընդ որում բավականին որակյալ ցորեններ սոսնձայնության հետ կապված։ Բացի այս 10-12%-ից, պարոն Դանիելյան, Արցախի կորուստը ինչպես է անդրադարձել Հայաստանի պարենային անվտանգության վրա։ Մինչև ձեր հարցին անդրադառնալը, ուզում երկու խոսքով նախ երկրորդել ընկերոջս, պարոն Հարությունյանին, շատ կարևոր է այս բաժինը, անասնապահության, անասնաբուծության բաժինը, մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, վերջերս գրություն է ուղարկել լաբորատոր փորձաքննություն անցնելու, գյուղացիներից մեկը խնդիր էր ունեցել, եւ ես պահանջել էի, որպեսզի փորձաքննություն անցնի, այսինքն լաբորատոր փորձաքննություն սննդի անվտանգության պետական տեսչությունը ինձ հետևյալ բովանդակության նամակն է ուղարկում, լաբորատոր փորձանմուշների բացակայության արդյունքում չենք կարողացել հիվանդությունը ախտորոշենք, այսինքն սա ինչ նշանակում, որ լաբորատորիաները կամ չեն գործում, կամ իրական հիվանդության տեսակը չեն արձանագրում, երկու դեպքում էլ լրջագույն խնդիր է, այսինքն եթե մենք գյուղացուն չեն կարողանում այդ հարցով օգնել, որ մասսայական անկում է գրանցվում, բնականաբար այդ գյուղացին արդեն հրաժարվում է կամ զերծ ամնում անասնապահությամբ զբաղվելու, չգիտեմ, խոզաբուծությամբ զբաղվելու եւ այլն, սա անթույլատրելի է, լաբորատորիաներ, եթե մենք ուզում ենք զարգացում ապրենք, մենք պետք է ունենանք նորմալ լաբորատորիաներ, եթե չկան նորմալ լաբորատորիաներ, ուրեմն չկա գյուղատնտեսություն, մի քիչ կարող է շատ եմ սրա մասին շեշտադրում անում, բայց սա անչափ կարևոր մի հարց է, եւ նաեւ կարևոր է նաեւ վերջերս նաեւ մայրացուների հետ կապված խնդիր է ոչխարների, որ էլ մասսայաբար մայրացուները ուրեմն արտահանվեցին Հայաստանից եւ այս առումով նորից էլի ունեցանք լրջագույն խնդիրներ։ Գալով Արցախին, Արցախը ոչ միայն ապահովում էր շատ կարևոր ցորենի հետ կապված մեր ինքնաբավության հարցերը, ես նաեւ ուզում եմ եգիպտացորենի հետ կապված ասել, որ էլի մեծ քանակությամբ եգիպտացորեն էր գալիս, ես էլ իմ աշխատանքի ժամանակ մի քանի ամիս, որովհետև մեծ քանակությամբ կեր էի օգտագործում, մի քանի ամիս գրեթե տարվա կեսը ապահովում էր Արցախից եկած եգիպտացորենը։ Անչափ կարևոր է ու ինչն եմ ուզում նշել, բավականին բարձր որակի։ Բացի ցորենից, եգիպտացորենից, ես ուզում եմ նաև մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ Արցախի կորստից հետո նաև մենք անասնակեր խոտի հետ կապված խնդիրներ ունեցանք։ Գեղարքունիքի մարզում շատ ու շատ գյուղատնտեսներ, որոնք մեծ քանակությամբ անասնագլխաքանակ ունեին, այդ իրենց ձմեռվա պաշարները հենց Արցախից էր գալիս։ Եվ նաև Սյունիքի մարզը, այո, ճիշտ նշեցիք, նաև Սյունիքի մարզը։ Արցախի կորստից հետո շեշտակիորեն կրճատվեց անասնագլխաքանակը, շեշտակիորեն կրճատվեց։ Նաև պարոն Հարությունյան ճիշտ ասեց, մենք մինչև հիմա այդ թվերը չունենք, բայց անձեն աչքով երևում է, որ անասնագլխաքանակի շեշտակի կրճատում է տեղի ունենում։ Հիվանդությունների պահով ասեց, որ էլի անչափ կարևոր է, այսինքն Արցախի դերը ու նշանակությունը մեր համար անչափ կարևոր էր եւ էլի շատ ու շատ հարցեր կար, որոնք որ Արցախի գյուղատնտեսությունը, նաեւ տարբեր ճյուղեր մենք իրար փոխ լրացնում էինք եւ շատ մեծ ճիշտ է պոտենցիալ էլ կար օգտագործելու, որը որ ցավոք չօգտագործվեց, բայց այս առումով ուզում եմ նշել, որ մենք Արցախի կորստից հետո էլի դասեր չքաղեցինք։ Հիմա Աստված մի արածցե, եթե մենք խնդիր ունենանք, մեր պետությունը էլի մենակ ամանալու, էլի մեղադրելու ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին,
բայց սա պետք է այս դառը փորձը մեզ համար պետք է մտորումների եւ լուծումների համար ուրեմն կարևոր մի ժամանակաշրջան լինի։ Շնորհակալ եմ։